Ուրեմն մեզ մոտ են ներկայացել իրական մարմնից ներկայացրել են Քննչական կոմիտեի քննիչի որոշում, որի համաձայն պետք է թիվ քրեական, այսինքն քրեական վարույթով Միքայել Սրբազանին ձերբակալեն կալանավորման ներկայացնելու նպատակով։ Այս քրեական գործը ըստ նյութի հարուցվել է ներքին գործերի նախարարության ոստիկանության համապատասխան վարչության կողմից ստացված հաղորդման հիման վրա այս թվականի հունիսի 17-ին Մեջը առիթը նշված է 2024 թվականի փետրվարի 3-ին տված հարցազրույցի ժամանակ Միքայել Սրբազանի խոսքերին։ Իբրև իշխանությունը զավթել է սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի առաջ, 1 տարի մի քանի ամիս առաջ։ Ակնհայտ է, որ սա հակաեկեղեցական այս գործընթացի շրջանակներում է կատարվում։ Հիմա ընթացակարգը այսպես է լինելու, Միքայել Սրբազանը երբ որ ներկայանա քննչական կոմիտե, պետք է իրենք ներկայացնեն միջնորդություն դատարան, կալանքի բարձր լուծելու համար, եւ արդեն դատարանում տակնվելու է, դատարանը որոշի կալանավորել թե ոչ։ Մեր գնահատմամբ սա ակնհայտ ապօրինի հետապնդում է, քրեական հետապնդում է, բայց հաշվի առնելով վերջի զարգացումները, բնականաբար այսպես իրան անդուր չենք նայում։ Ուզում եմ տեղեկացնել, որ Միքայել Սրբազանի համար փաստաբանական խումբ է ձևավորված, մենք ամեն ինչ կանենք Միքայել Սրբազանի պաշտպանությունը իրականացնելու, իհարկե ձեր աղոթքների եւ ձեր աջակցության այսքան։ Ո՞նց տանը։ Եթե տանելու են մեզ բոլորիս ծով տանեն։ Որտեղ Միքայել Սրբազանը Սրբազան մի գնացեք, բոլորիս թող գան զորով փորձեն տան։ Սրբազան դուք մի գնացեք, թող փորձեն բոլորս գերում։ Սաղսը կոչը անում ենք հիմա։ Բոլորս գերում։ Գնանք ժողով անենք, մեր ժողով անենք, հարցեր ունենք քննարկելու, քննարկենք, որոշում ենք տալ։